քաղաքական ուժը սատարում է այսպիսի այն բոլոր բողոքի ակցիաներին եւ հանրահավաքներին, որոնք նվազագույնը նպատակ ունեն ճնշում գործադրելու իշխանության վրա, պարտադրելու իրենց օրակարգը եւ հնարավորություն ստեղծելու որոշակի փոփոխությունների։ Տարբեր քաղաքական, քաղաքացիական նախաձեռնություններ այս տարիների ընթացքում ցույց են տվել, որ որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ կարող են լինել եւ նաեւ իրադրությունը տարբեր հանգրվաններում ցույց է տվել, որ ճնշման բացակայությունը, պայքարի բացակայությունը, իրադրային դանդաղկոտությունը այս իրավիճակում բերում է շատ ավելի ծանր հետևանքներ։ Այնպես որ ես կարծում եմ, որ այսպիսի նախաձեռնություններին պետք է բոլոր առումներով սատարել, իսկ մասնակցությունը կարևորը նաև արդյունքը չի, ինչքան էլ ճնշումը մենք անվանում ենք նմանատիպ ակցիաների ճնշում, բայց արդյունքն ավելի կարևոր չի։ Երբ որ ես խոսում եմ ճնշման մասին, առաջին հերթին նկատի ունեմ իր հիմքում ունեցող արդյունքը, որտեղ այնպես չէ, որ այս կարևոր հիմնահարցերի հետ կապված կա զուտ օլիմպիական հետաքրքրություն։ Բնականաբար նպատակը ճնշումներ գործադրելու փոփոխությունների հարցնելն է, արդյունքի հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները, հավաքական առումով այս պահին նաև փողոցում ներկայացված այս նախաձեռնության անդամները, դրանք վերաբերում են ոչ միայն Արցախի եւ արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղիղ առնչվում են Հայաստանի եւ Հայաստանի անվտանգության հետ, որովհետեւ մի կողմից խոսվում է արցախցիների սոցիալական պաշտպանվածության մասին, մի կողմից խոսում է արցախցիների իրավունքների վերականգնման մասին, բայց երբ որ մենք խոսում ենք Արցախի հարցը օրակարգ բերելու մասին, երբ որ խոսում է արցախցիների Արցախ հավաքական վերադարձի մասին, երբ որ խոսում է գերիների անհետ կորածների որոնումների, էֆեկտիվ որոնումների եւ նրանց վերադարձի հետ կապված, բնականաբար այս թեման չի կարող բացառապես վերաբերել միայն արցախցիներին եւ ես կրկնում եմ, որ չպետք է լինեն միջոցառումներ, որոնք զուտ կրեն, այսպես ասեմ, անելու համար նշանակություն, այսինքն գլխավոր խնդիրը այստեղ արդյունք ապահովելն է, ինչը նշանակում է, որ դա պետք է ունենա քայլերի հաջորդականություն եւ դա կոնկրետ պետք է ունենա արդյունքի ակնկալություն։ Բայց այս պահին կարծեք եք արդյունք ապահովել, նկատի ունեք, որ իշխանության օրակարգը փոխվի, թե ավելի սարմատական փոփոխություններ։ Տեսեք, երկու բանի մասին ես կարող եմ խոսալ։ Ես կարող եմ առանձին խոսալ նրա մասին, թե ինչ է պատկերացնում հանրապետականը եւ որն է մեր քաղաքական ուժի դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է եւ չեմ կարծում, որ ձեր եւ շատ-շատերի համար նորություն է։ Բնականաբար արտաքին քաղաքական օրակարգային ինչ որ այսօր ներկայացնում է Հայաստանի իշխանությունները, դրանք հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, չեն ծառայեցվում հայերին, հավաքական հայ հետաքրքրություններին եւ բնականաբար այս տեսանկյունից մենք որպես քաղաքական ուժ մեր համար առաջնային այս իշխանության փոփոխությունն է, որովհետեւ որևէ կոսմետիկ փոփոխություն կամ որևէ այս իշխանության ներկայացած իմիտացիա բնականաբար մեր համար չի կարող հավաստի լինել։ Մենք ուղղակի այստեղ խոսում ենք այլ բանի մասին, կա կոնկրետ նախաձեռնություն, այդ նախաձեռնությունը այսօր բողոքի ակցիաներ իրականացնում, հանրահավաք է իրականացնում, ներկայացնում է պահանջներ եւ ես իմ շատերը եւ նաեւ հանրապետականը բնականաբար մեր քաղաքական սատարում ենք բոլոր հնարավոր միջոցներով հայտնում այս ակցիաներին, այս միջոցառումներին եւ մենք փորձում ենք նաեւ մեր հնարավորությունները ռեսուրսը ծառայեցնել մեր ընդհանուր նպատակների իրացմանը։ Օրինակ իշխանությունների կողմից այս բոլոր ձեր բարձրացած հարցերին այսպիսի պատասխանել է հնչում, որ եթե մենք այդպես չանենք, պատերազմ կսկսվի։ Օրինակ Տավուշում ամենա, այսպես ասած, տարածված հիմնավորումը դա է, ասում է, դե հա, պետք է այդ պայմանագիրներ ստորագրենք, պահանջներն էլ կատարենք, թե չէ հակառակ դեպքում։ Տեսեք, 2018-ին, որ այս նույն մարդիկ եկել են իշխանության, ասում են մենք եկել ենք խաղաղություն բերելու։ Հիմա նրանց 2 տարի հետո մենք ունեցանք ծանր պատերազմ 20 թվականին, 21 թվականին, երբ որ ընտրությունից առաջ այս ուժը հայտարարում էր, որ խաղաղության դարաշրջան է բացում, դրանից հետո մենք տեսանք Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածների նկատմամբ օկուպացիա, Գեղարքունիքից սկսած, վերջացած Սյունիքով, Վայոց ձորով
Հիմա այս նույն իշխանությունը, որը իր կառավարության ծրագրում, իր նախընտրական ծրագրում գրել էր արցախցիների քրոշման իրավունքի մասին, հիմա հայտարարում է Արցախի ադրբեջանական լինելու մասին։ Այնպես որ այն ինչ որ ասում է այս իշխանությունը, նպատակ ունի այդ իրավիճակում իր համար որոշակի շահեկան դիրքավորում ապահովել, փորձելով նաև փողոցը ցրել, մարդկանց ապայցե տանել, հիասթափության տանել եւ այս իշխանության որևէ հայտարարություն չի կարող մարդկանց համար լինել հավաստի։ Հիմա նույնն էլ այս իրավիճակն է։ Անցյալ տարի տավուշում էր, ասեցին եթե այս 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ է սկսելու։ Հիմա մեզ վաղը գալու են ասեն այսիշ մարտը չհանձնենք, պատերազմ է սկսելու։ Այսիշ մարտուն չհանձնենք, ադրբեջանցիները պատերազմ է սկսելու։ Եթե մենք կհանձնեն ըստ ես եթե այս ներողություն, եթե մենք սպասենք թե իրանք ինչ են ասում, որը մեծ հաշվով նպատակ ունի իրենց իշխանությունը պահպանելու, բնականաբար ստեղծված իրավիճակում Հայաստանը կշարունակվի գլորվել ներքև։ Ինչ վերաբերում Հանձնեմ, որտեղ պահանջում է Ալիևը, օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ այլ ռազմաքաղաքական գործիչների հանձնումը իրենց։ Գիտեք, այն մարդկանց մասին խոսում եք, այս իշխանության հռչակած թշնամիներն են, եւ այս իշխանությունները եւ իշխանություն եկած ժամանակահատվածում եւ դրանից առաջ իրենց ողջ հնարավորությունները օգտագործել են բոլոր առումներով այդ մարդկանց թիրախավորելու, վարկաբեկելու եւ այս տեսանկյունից եթե հաշվի առնենք, որ Հայաստանի իշխանությունը ավելի շատ ներկայացնում է ադրբեջանական օրակարգը եւ իր բոլոր գործողությունները ծառայեցրել է Ադրբեջանի շահերին, այս իրավիճակում բնականաբար որը ողջամիտ մարդ չի կարող բացառել, որ Հայաստանի իշխանությունը ինչ-որ փուլում կամ կգնա կամ հանցավոր լռություն կդրսևորի ադրբեջանական այդպիսի պահանջների ներկայացման մասով։ Այսինքն այն իշխանությունը, որը իր բոլոր քայլերով, իր բոլոր հայտարարություններով գրեթե հայելային կրկնում է ադրբեջանական պարտադրանքն ու նախապայմանները, բնականաբար այս տեսանկյունից որևէ լավատեսություն ուղղակի չեն կարող ունենալ։